Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է եւ մեր բարեպաշտ ժողովրդին էլ գառան մորթով գայլերից զգուշացնում ենք։ Ինքը գառան մորթով գայլ է, իր կարդացած սաղմոսներն են իմ համար ամենավիրավորականը։ Կարող է ինքը այնպիսի սաղմոսներ կարդալ, որոնք վերաբերում են Մեսիային եւ ինքը առաջի դեմքով կարդալ, չգիտեմ, կառավարության տանը ապրել, ընտանիքով շքեղ ապրելակերպով ապրել եւ ասել ես աղքատ ու տնանկ եմ, դու ոչ աղքատ ես, ոչ տնանկ ես, կամ աղոթքի նախաճաշ հրավիրել, դատաստանի առակից խոսել։ Եթե դատաստանը ասում է դատաստանի առակի ժամանակ ոմանց կասի եկեք իմ հորորդյալներ, բանտում է ինձ այցի եկաք, դու բանտարկյալներին չես այցի եկել, դու անմեղներին բանտարկել ես, այդ թվում եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների։ Ասում է տնանկ էի, ինձ տանս ընդունեցիր։ Ինքը Արցախի մեր 120,000 ժողովրդին տնանկ է դարձրել։ Ինքը ասում է որբերին խնամեցիր 44-օրյայի պատերազմի իր ապաշնորհ ղեկավարության կամ ղեկավարության անկարողության հետևանքով բազում երեխաներ որբ են դարձել։ Այսինքն ինքը ոչ թե կալանավորների է այցելել, այլ ամենաշատ քաղաքական կալանավորները Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ եղել են իր օրոք։ Այսինքն ինքը կալանավորել է նաև աննախադեպ առումով եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, քահանակ այսօր տնային կալաքում, թեմիների հաշվապահների, հոգևոր կյանքը ամբողջ փորձում է խաթարել։ Արցախում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, վերջի շրջանում տեսա ինչպես նաև Քաշաթաղում պարսկական մզկիթ էին ադրբեջանցիները քանդել, դրա համար էլ սիրտս ցավացել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին դարձի բերելու բոլոր հնարավոր ճանապարհները սպառվել են։ Դարձի գալը այսպես է, մարդը պիտի զղջա Խոստովանի եւ Հատուցի։ Իր արարքների համար ինքը եթե նույնիսկ զղջա Խոստովանի էլ կարծում եմ ինքը չի կարող հատուցել, որովհետեւ ինքը Հայաստանի Արցախի հանրապետության ամբողջ տարածքն է հանձնել Ադրբեջանի, ավելի մեծ տարածք է ինքը ստորագրությամբ հանձնել, քան մենք կորցրել ենք 44-օրյայի պատերազմի ժամանակ, ինչպես պիտի հատուցի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպես պիտի հատուցի հաշվանդամ դարձած մարդկանց։ Ես կարծում եմ ինքը դժվարություն կունենա հատուցելու եւ դժվարություն կունենա դատաստանի ժամանակ պատասխան տալու։